Նոր ծանոթություններ, շփումներ, փորձի փոխանակում։ Հայաստանի պրոդուկտ մենեջերների համայնքի սկսնակներին ու փորձառուներին մեկ հարկի տակ է հավաքել Product Tank Երևանի հերթական միջոցառումը։ Product Tank-ը լուծում այն խնդիրը, որ համայնքին ծանոթացնում է նախ իրար հետ, ամրապնդում է համայնքի կապերը, մարդիկ կարողանում են գիտելիք ու փորձ փոխանակել, ավելի լավ մասնագետներ դառնան, մասնագիտությունը առաջ տանեն ու զարգացնեն։ Product Tank-ն արտադրանքի առաջխաղացմամբ զբաղվող մասնագետների ոչ ֆորմալ հանդիպումների շարք է, որն անցկացվում է աշխարհի արդեն ավելի քան 200 քաղաքներում։ Այս գլոբալ հաբին Երևանը միացել է 2015 թվականից, դառնալով Հայաստանում աշխատող պրոդուկտ մենեջերներին միավորող ամենամեծ հարթակը։ Մասնագիտությունը մեր երկրում տարիների ընթացքում զարգացել է, զուգահեռ մեծացել է նաև Product Tank-ի մասնակիցների թիվը, ընդլայնվել են քննարկվող թեմաների շրջանակները։ Երբ որ նոր ենք սկսում, Product Tank-երի շատ հաճախ առաջին հարցերից մեկը ինչա product manager-ը, էլի, այսինքն շատ հաճախ մարդիկ հենց այդ բանի մասին էին խոսում, թե ինչ է այս մասնագիտությունը իրենց ներկայացնում։ Հիմա օրինակ մեր այսօրվա սպիկերը արդեն չկա տենց հարց, ինքը արդեն օրինակ դիտարկում է դասական product management-ը ու AI AB product management-ը։ Լրիվ կայացած մասնագիտություն է կարելի ասել, շատերը հասկանում են դա ինչ է։ Product Tank-ը կամավորների նախաձեռնություն է, որը կարողանում է համայնքին միավորողի իր դերը կատարել շնորհիվ այն ընկերությունների, որոնք ժամանակ առ ժամանակ հանդիպումների հարթակ են տրամադրում։ Միջոցառման հյուրընկալն այս անգամ Philip Morris International ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնն է։ PMI-ի նպատակն է Հայաստանում հնարավորինս էկոսիստեմաները զարգացնել, կլինի դա գիտական ոլորտում, թե կլինի տեխնիկական ոլորտում, որովհետև երբ որ մենք ցանկանում ենք Հայաստանում մեծացնել մեր գործունեությունը, մեզ պետք է որպեսզի շուկան այնքան զարգացած լինի, որպեսզի մեր կարիքներին կլինի hiring-ի մասով, կլինի մեզ տրամադրող պրոդուկտների մասով հասուն լինի։ Ու այս միջոցառումը նաև ուղղված է դրան, որպեսզի Հայաստանում զարգացնի հենց արդեն product management-ի ոլորտը։ Միջոցառման խոսնակը պրոդուկտի կառավարման 14 տարվա փորձ ունեցող ավագ մասնագետ Ստեփան Ռադիսավլևիչն է։ Նա իր երկարամյա փորձի հիման վրա պատմում է դասական ու արհեստական բանականության պրոդուկտ մենեջմենթի տարբերությունների, մասնագիտության մարտահրավերների մասին։ Product management-ը նես մասնագիտությունը, որ ինքը պետք է սովորես փորձով, այսինքն իրականում ինչքան է գիտելիք է ստանում, ամենաշատը հենց փորձով է ստանում, դա ամենակարևոր կտորն է, ու եթե պետք է խորհուրդ տալ, դա կլինի ընդհանրեն, որ չընկճվել, ընկնել բոլոր փորձությունների մեջ, իրանք շատ են IT-ում, սկսել այն ամենաներքևներից, թե ամենավերևներից կարևոր չի, կարևորը ընդհանրապես պրոստը խնդիրներ լուծել ու ժամանակի ընթացքում այդ փորձը ձեռք բերել։ Արտադրանքի կառավարումը Հայաստանում դեռ երիտասարդ մասնագիտություն է, որի կայացման հարցում մեծ է փորձի փոխանակման նոր գիտելիքներ ստանալու նման հնարավորության դերը։ Մասնակիցները միջոցառումից հեռանում են նոր գաղափարներով, դրանք զարգացնելու, մասնագիտական ավելի մրցունակ միջավայր ստեղծելու հեռանկարով։